Բարև սիրելի ժողովուրդ։ Ես այսօր ուզում եմ ձեր հետ խոսել, ձեր հետ կիսվել ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես քաղաքացի եւ նաեւ վերլուծաբան, ուղղակի պատասխանելու համար մեզ բոլորիս ուզող մի քանի հարցերին։ Մասնավորապես, բոլորին է հուզում այն, թե որոնք են մեր քայլերը եւ ինչպես ենք մենք այս քայլերի միջոցով կոնկրետ ազատության հրապարակում, մայրաքաղաքի այլ քաղաքների հրապարակում հավաքվելով ինչպես ենք հասնելու հաղթանակի։ Ավելի ստույգ ինչպես ենք հասնելու մեր հաղթանակի ամրագրմանը։ Ոմանց կողմից բոլորս ենք տեսնում, անգամ այս խնդիրը շահարկվում է։ Ես ուզում եմ կանխավ ասել հետևյալը։ Բոլոր նրանք, ովքեր հատկապես շահարկում են իբրև թե քայլեր չլինելու հանգամանքը, խոսքը չի վերաբերում անկեղծ արտադրումներին։ Նրանք ուզում են ուղղակի մեր ուշադրությունը շեղել այն քայլից կամ այն տրամաբանությունից, որը բոլորով կատարել ենք փետրվարի 18-ին։ Հիշեցնում եմ ձեզ, թե որն էր այդ քայլը։ Մենք բոլորս առանձին, սուս ու փուս, բայց հաստատակամ մտանք քվեախցիկ, կայացրեցինք որոշում եւ այն նետեցինք քվեատուփի մեջ։ Մենք չգնացինք Բաղրամյան 26, մենք հացադուլ չարեցինք, մենք նստացույց չարեցինք, բայց հաղթեցինք։ Եվ սա է մեր հաղթանակի բանաձևը։ Եվ այս քայլերի տրամաբանությանը պետք է ենթարկվեն բոլոր մյուս քայլերը։ Իսկ ես կասեմ, որ դրանք հենց այս տրամաբանության մեջ են, որովհետև փետրվարի 18-ին հենց այս տրամաբանությամբ մենք բոլորս փոխեցինք վիճակ, փոխեցինք պատմության ընթացքը, հանգարվեց իշխանության ստեղծած ճահճի անդորը, ավելի ստույգ քրեա-օլիգարխիկ ռեժիմի անդորը, եւ նաեւ իշխանությանը եւ նրա տեխնատուին դրեցինք փոքրամասնության մեջ։ Եվ դրա արդյունքում, ինչպես արդեն Իզաբելա Աբգարյանն նշեց, իշխանության տեխնատուն չեղյալ ճանաչեց իր հաղթանակի հանրահավաքը հենց այս հրապարակում, որովհետև ժողովուրդը նրան զրկել էր այդ հրապարակում այդ հաղթարշավը նշելու, այդ հաղթանակը նշելու եւ միգուցե աշխարհի այլ երկրների նախագահների նման բեմից լաց լինելու իրավունքից եւ հաճույքից։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ բոլոր մեր քայլերը պետք է լինեն այս տրամաբանության մեջ եւ դա բոլորդ հիշեք։ Մենք հաղթել ենք արդեն այդ տրամաբանության մեջ։ Այդ տրամաբանության մեր իշխանությունը պարտվել է եւ ինչ էլ որ մենք անենք, այն պետք է հետևի դրան։ Մենք չպետք է անենք այն, ինչը արդեն փորձել են անկեղծորեն նախորդ բոլոր շարժումները, բայց դա այլ տեղ է տարել։ Մենք չպետք է կատարենք այնպիսի քայլեր, որոնք եւ հակառակը պետք է կատարենք այնպիսի քայլեր, որոնք վիճակ են ստեղծում իշխանությունների համար։ Եվ ինչպես արդեն ասացի, նրանց դնում են փոքրամասնության մեջ։ Ժողովուրդը թելադրում է եւ չի ենթարկվում իշխանության ապօրինի հրահանգներին։ Իշխանությունը գործում է օրենքից դուրս եւ օրենքին անհնազանդ։ Եվ տվյալ պարագայում մենք միշտ պետք է հիշենք, եթե թույլ տվեցինք, որ այս դիմակայության առանցքը փոխվի ժողովուրդ իշխանություն առանցքից, ապա այդ դեպքում, այո, մենք պարտվելու ենք։ Եթե ժողովուրդը կոտրվեց, եթե ժողովուրդը հանձնվեց, եթե ժողովուրդը չշարունակեց այսպես լուր, օրինավոր, բարի եւ նաեւ պոզիտիվ պայքարելու իր իշխանության իրականացման համար, ապա հիշեք, այդ դեպքում մենք տալու ենք տալու հետական անգամ։ Եվ եթե բոլորս գտնում ենք, որ մեր հաղթանակը չենք զիջելու, ապա բոլորով պետք է միասին հասկանանք, որ սա կամքի եւ համառության պայքար է, որ սա նյարդերի պայքար է, հանձնվելու են նա, ում կամքը թույլ եղավ, հանձնվելու են նա, ով համար չգտնվեց, ով տեր չկանգնեց իր հաղթանակին, եւ վերջապես պետք է իրավիճակը բերել նրան,
որ իշխանությունը ինքը պարզապես պարզի սպիտակ դրոշը և այդ սպիտակ դրոշով ներկայանա այս հարթակ, այս ժողովրդի առջև և նոր Հայաստանում հաղթանակ